Մեր երկրի զարգացմանը խոչընդոտող հերթական լուրջ խնդիրը Երևան քաղաքի խցանումների հարցը Մեր երկրի ճանապարհներով ավտոտրանսպորտի շարժը նույնքան կարևոր է, որքան արյան շարժը մեր երակներով։ Քանի որ արյունը անհրաժեշտ սնուցում է հասցնում օրգանիզմի տարբեր կետերում գտնվող մեր բջիջներին։ Ճիշտ այդպես էլ ավտոմեքենաները սնունդ են մատակարարում մարդկանց եւ անհրաժեշտ միջոցներ ճանապարհների օգնությամբ։ Եթե խցանումների պատճառով այդ շարժը դանդաղում է, ապա դանդաղում է նաեւ երկրի զարգացումը։ Խնդիր, որը փչացնում է նաեւ մեր առողջությունը, մթնոլորտը ընտանիքում մշտական ստրեսի պատճառով եւ հարվածում է գրպանին։ Այսինքն խցանումները ուղղակի նյարդայնացնող երևույթ չեն, իրանք շատ հարցերով լուրջ վնաս են մեզ տալիս։ Խցանումներն իրականում արգելակում են երկրի զարգացումը։ Նման հարցեր լուծելու համար անհրաժեշտ է ընդունել կտրուկ որոշումներ, այլ ոչ թե սովորական մարդկանց ստիպել մեծ գումարներ վճարել կայանման կամ կենտրոն մուտք գործելու համար։ Այս հարցը լուծելու համար հարկավոր է բոլոր նախարարությունները եւ պետական հիմնարկները, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնում, դուրս բերել քաղաքի տարածքից եւ տեղակայել որևէ մայրուղու երկայնքով։ Օրինակ Երևան-Սերվան ճանապարհի մայրուղու երկայնքով, ասենք Երևանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Ժամանակին մոտ 15-20 տարի առաջ պետք էր արգելել ցանկացած շինարարություն քաղաքի կենտրոնում, ցանկացած նոր շենք։ Բայց քանի որ դա հիմա չի արվել, շենքերի բնակիչներին հո չես հանելու տանես քաղաքից դուրս։ Միակ ճանապարհը, եթե պետության մեղավորությամբ է դա եղել, ուրեմն պետական կառույցներն է պետք հանել քաղաքի կենտրոնից դուրս, որ գոնե կիսով չափ ազատել այդ խցանումների հարցը լուծել։ Ուրեմն այստեղ նաև պետք է կառուցել քաղաքից դուրս բիզնես կենտրոններ, որպեսզի գրասենյակները կենտրոնից սկսեն տեղափոխվել հարվարձաններ, այսինքն նախարարությունների հետևից գրասենյակներն էլ մասնավոր կամաց-կամաց կսկսեն տեղափոխվել, բնական process կլինի ու քաղաքի կենտրոնը կազատվի։ Խանութները եւ հանրային սննդի օբյեկտները նույնպես կհետևեն պետական հաստատություններին դեպի քաղաքից դուրս գտնվող տարածքներին, որպեսզի վերջիններս մատուցեն իրենց ծառայությունները պետական հիմնարկներին։ Պետական հիմնարկների դուրսբերումը ամենակարևոր քայլն է, որը պետք է արվի շտապ, 1 տարվա ընթացքում։ Պարտադիր չէ այնտեղ ճոխ շենքեր կառուցել պետական ծառայողների համար։ Կարելի է շատ սովորական ճաշակով արագ սարքվող շենքեր կառուցել։ Ես ամենակարևորը այս ամենը պետքա շտապ արվի։ Այս գործընթացը կոչվում է ապակենտրոնացում, դեցենտրալիզացիա։ Եթե դուք գնում եք քաղաքի կենտրոն, որտեղ կան թատրոններ, կինոթատրոններ, սրճարաններ, բոլորը հիմնականում գնում են դրա համար քաղաքի կենտրոն, ապա այդ նույն հաստատությունները պետք է լինեն նաև քաղաքի արվարձաններում, քաղաքի ծայրամասերում։ Դրանք պետք է լինեն նույնքան հեղինակավոր, որքան կենտրոնինը։ Բացի այդ խցանումները առաջանում են նաև նրանից, որ Հայաստանի մի մարզից մեկնում է մյուս մարզ, գրեթե միշտ անցնում է մայրաքաղաքի Երևանի միջով։ Անհրաժեշտ է անպայման կառուցել շրջանցիկ ճանապարհներ, այսինքն երբ որ մարդ մի ինչ-որ քաղաքից գնում է մյուս քաղաք, բայց Երևան չէ, եւ ստիպված անցնում է Երևանի միջով, դա շատ լուրջ խնդրեմ է։ Նրան պետք չի մտնի Երևան, պրոբկա սարքի, այդ գազերը շնչի, ինքը ուզում է արագ հասնի, ասենք, Սևանից Արտաշատ։ Այսինքն առնվազն 2 շրջանցիկ ճանապարհ է պետք կառուցել, հյուսիս-հարավ, արև-մուտք-արևելք ուղղություններով, ինչ որ բան արդեն կառուցվել է, ինչ որ բան այդքան էլ հարմարեցված չի, այդ հարցերը պետք է շտապ լուծել։ Քիչ առաջ մենք ավտոմեքենաների երթևեկությունը ճանապարհներին համատում էինք երակներով հոսող արյան շարժի հետ։
Ճիշտ այնպես, ինչպես արյունն է սնուցում մեր օրգանիզմի տարբեր կետերում գտնվող բջիջները։ Այնպես էլ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա, որը շարժվում է ճանապարհով, միշտ հստակ իմանա իր առաքման վերջնակետը։ Այսինքն հասցեների հարցը պետք է լինի շատ հստակ եւ հասկանալի։ Եթե մենք երկիրը համատում ենք մեծ արտադրության հետ, իսկ դա շատ համեմատական է, շատ նման է, մեծ գործարանի աշխատանքը երկրի աշխատանքին շատ նման է։ Նյութեր են մատակարարվում, այդ նյութերը վերամշակվում է, ինչ որ արտադրանք է ստացվում, այդ տեղափոխությունների մեջ, օրինակ այդ նյութերը տեղափոխելը, պետք է շատ սահուն լինի, ոչ մի խոչընդոտ չպետք է լինի, եւ ուր տեղափոխես, դրա մասն է հարցը, այսինքն որ հասցեով։ Իսկ հարցցեները հարց ու փորձ անելով տեղ հասնելը, դա, ասենք, մի 10 անգամ գործը դանդաղացնում է, ընդունված տենց ավանդական հայկական ձևերով հարց ու փորձ անելով։ Մարդկանց էլ անդադ հարցեր ես տալի, իրանց էլ գործից շեղում ես։ Եթե չլիներ Yandex նավիգատորն իր քարտեզներով, այս ընկերությունը դե մեզ շատ օգնեց, փրկեց ուղղակի։ Հասցեներ գտնելը մեզ համար շատ դժվար կլիներ, թեև դա ոչ թե Yandex-ի, այլ մեր պետության պարտականությունն է։ Սա շատ կարևոր ռազմավարական հարցեր են։ Չի կարելի տենց իմիջայլոց այդ հարցերին վերաբերվել են։ Ամենակարևոր երկրի զարգացման համար ամենակարևոր հարցերն են։ Հասցեները դրանք այն կետերն են, ուր տրանսպորտը պետք է հասնի արագ եւ առանց վարորդի համար լրացուցիչ ծանրաբեռնվածության։ Վարորդը որտեղ համ ժամանակն է կորցնում, համ էներգիայից է իր տալիս, շուտ է հոգնում դրա պատճառով, երբ որ հստակ չկան հասցեները ամեն շենքի վրա փակցված։ Պետության պարտականությունն է այսօր 1 ամսվա ընթացքում ավել ժամանակ պետք չի։ Քաղաքի բոլոր շենքերի վրա փակցնել փողոցների անվանումներով եւ համարներով ցուցանակներ։ Այս ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, անմիջական ազդում է երկրի զարգացման վրա։ Իսկ ներկայումս այս ամենը միասին արգելակում է եւ մեր երկրի առաջընթացը։ Օրինակ պատկերացրեք, Հայաստանում հսկայական քանակով տուրիստներ են, գալիս այցելում, շատ մեծ գումարներ են թողում մեր երկրում։ Տարական բան, որ մարդիկ միշտ չի, որ վերադառնում են օրինակ օդանավակայան տաքսիով։ Մարդիկ կարող է վարձով մեքենա են վերցրել, կամ չգիտեմ հեծանիվով են գնում։ Մեծ բոլոր երկրներում հսկայական ցուցանակներ են գցնում, որ օդանավակայանի ճանապարհը դեպի ձախ սլաքը։ Մեզ մոտ այդ ցուցանակը երկար ժամանակ կամ ընդհանրապես չկար, կամ հիմա որ կա, շատ փոքր է, համարյա չի երևում։ Տեղացիները նույնիսկ շատ ժամանակ չեն նկատում։ Շատ մեծ քանակով դեպքեր են լիով, երբ որ տուրիստները այդ հատվածը անցնում, գնում հասնում են Էջմիածին։ Պարզ հասարակ հարցեր են, որոնք շատ պրոբլեմ են ստեղծում երկրի զարգացմանը եւ որոնք լուծվում են, ասենք, մի քանի օրվա ընթացքում։